1-ից սկսած Ռուսաստանի նախագահի հետ հայտնի հանդիպումից հետո Ռուսաստանը աստիճանաբար սկսեց արգելքներ կիրառել մեր ապրանքների ներմուծման վրա, այսինքն արտահանման արգելքներ։ Սկզբից դա ջերմուկներ, հետո կոնյակի հայտնի բրենդներից մեկը, այնուհետև հետևեց ծաղիկները, միրգ բանջարեղենը եւ արդեն խոսքը գնում է ձկնամթերքի մասին։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը ակնհայտ քաղաքական նպատակներով իրականացնում է տնտեսական գործիքակազմով ճնշում Հայաստանի նկատմամբ, Հայաստանի բնակչության նկատմամբ, Հայաստանի տնտեսության նկատմամբ։ Սա լավ է, իհարկե ոչ, սա շատ վատ է։ Վատ է, որ քաղաքական դրդապատճառներով մեր ռազմավարական գործընկեր հանդիսացող Ռուսաստանը կոշտ քաղաքականություն է իրականացնում Հայաստանի հանդեպ։ Բայց մյուս կողմից, ինչ են արել այս իշխանությունները վերջին 8 տարվա ընթացքում, որպեսզի կախվածությունը վերացնել Ռուսաստանից կամ գոնե կչացնել։ Ընդհակառակը, հակառակն են արել։ 8 տարիների ընթացքում Ռուսաստանից կախվածությունը Հայաստանի ավելի է խորացել, որովհետև դա տեսնում ենք արտաքին առևտրի ծավալներով պայմանավորված շուրջ 9-10 միլիարդ ԱՄՆ դոլար Ռուսաստանի Դաշնության հետ է, որը ընդհանուր ապրանքաշրջանառության առևտրի կազմում է շուրջ 39-40%։